Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է Քրիստոնեժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Հանդիպում ենք հետընտրական Հայաստանում եւ պետք է խոսենք, թե հետընտրական Հայաստանում ինչ զարգացումներ են տեղի ունենում։ Սկսենք ամենավերջին, ասում եմ, թարմ նորությունից։ Սամվել Կարապետյանը երեկ հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը համախմբելու մասին կոչ է անում։ Պետք է ստեղծվի ընդդիմադիր կոալիցիա, համակարգող խորհուրդ եւ պետք է շփվեն ուղիղ եթերում խոսեն խնդիրների մասին։ Նա նշեց նաեւ, որ ընտրություններից առաջ այդ համախմբումը տեղի չի ունեցել։ Պարոն Շիրինյան, այս ինչ կարողանալու են համախմբվել եւ ինչի մասին է փորձում են ուր տանել։ Այս ամենը կապված ընտրությունների արդյունքների հետ, այս ամենը կապված ընտրությունների ընթացքի հետ։ Նիկոլ Փաշինյանը բացեբաց խոսում է ընտրակաշառքների մասին, բազմաթիվ ձայնագրություններ կան, իրենց թիմակիցներից շատերը կալանավայրերում են, մի խոսքով այս ամենի ֆոնին ի վերջո Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ ըստ երևույթին միայնակ ոչինչ չեն կարող անել եւ ընդդիմադիր ուժերը պետք է համախմբեն, ինչպես։ Ուրեմն միանշանակ է Կոպիրկին բանը Կիրիենկոն հրամայեց եւ սա շարժվեց։ Կասկած չունենաք աշխարհով մեկ։ Իրենք ոչինչ են որպես քաղաքական ֆիգուրա, ոչինչ են նաեւ որպես օլիգարխներ, որովհետեւ դա Մոսկվան է։ Մոսկվան ինչ է։ Եվ այսպես հիմա ինձ համար տարօրինակ է որ չեն համախմբվել այն շրջանը, ինչ էիք անում։ Եթե չէիք համախմբվել, ներքին համագործակցություն կար, բայց դա տոկոսը ոնց տարակ քամի անելով եւ բանով, այդ ինչպես ասում են, այլասերելով, շարունակելով հասարակությունը կաշառատվությամբ։ Հիմա ինչ է ուզում։ Գիտեք ինչ կա, սրանք նախ պիտի ընդունենք միանշանակ հայկական օլիգարխիան ազգադավ է եւ պետականաքանդ, սրանք անձնարարություն են կատարում։ Եվ տեսեք ինչ առաջացավ խորհրդարանում, մենք սրանից ինչ արդյունք ունենք։ Ուրեմն եթե մինչև ուրեմն այս վերջացել է կադենցիան այս խորհրդարանը, մանդատների պաշտպան մասին է խոսքը։ թվերը կարևոր չեն, այլ այս բaragայանը, կառուցվածքը կար հայաստանյան երկու օլիգարխիկ քրյա եւ այլն կողոպտիչ խումբ, որոնք մասնակցել են պետության թալամանը, որոնք մասնակցել են Արցախի Ռուսաստանի շահերի համար համապատասխան լուծմանը հարցի եւ որոնք ռուսական սեգմենտ են ներկայացնում, սա երբեք չներկայացնել, այսինքն ռուսական սեգմենտը հայաստանյան ուժ չի հայնելով Հայաստանում, դա տրոյական ձի է։ Բայց այս տրոյական ձին որակը փոխեց այս ընտրություններում, ինչն է, դա պիտի ընդունենք, որ Մոսկվային հաջողվեց Կրեմլին, տվյալ բահարակայում, իր ուղղակի ֆրակցիան ունենալ Հայաստանի ազգային ժողովում, դուք դա կարող եք այսպես հաշվել, պետական դումայի մի կտորը տեղավորվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ Են որ հաղթել ենք մի քիչ ինձ համար այդ արտահայտությունները տարօրինակ են թվում։ Այսինքն ռուսական քրեական օլիգարխիան մոսկովյան տեղավորվեց ուղիղ իմաստով։ Հետևաբար սա արդեն Մոսկվայի ենթակայությունն է, այն կարգավիճակը բարձրացավ, հրամայում է Կիրիենկոն եւ ոչ Կոպիրկինը միանշանակ։ Այն երկրորդը հոգնած է Հայաստան դաշինքը, որը հոգնեց, մաշվեց, բայց կարողացավ ինչ-որ թվեր ապահովել, անցնել 10%-ի չափով։ Անց մենք ունենք արդյունք։ Հիմա ինչն է հարցը, ինչից են դժգոհ, Մոսկվայում ինչից են դժգոհ։ Մոսկվայում երևի ես ամբողջ ընտրաշրջանը գիտեք, որ շատ ակտիվ եմ եղել, այն թվերը ես կարող եմ ասել ինչու է այդպես եղել, մեր բարագայի համար ոչ մի բան չկա։ Եվ մեր տրամադրության վրա դա ոչնչով չի ազդել բացի դրականը, բայց դրական ոչ թե ուրախ ենք, այլ հասկանալով ինչ վիճակ է։ Հիմա տեսեք ինչ կա, ազգովի դա պիտի իմանան Վաշինգտոնում, պիտի իմանան Մոսկվայում, պիտի իմանան Սիդնեյում, պիտի իմանան Երևանում, Պաղեստինում եւ այլուր, ինչ է կատարվել։ Ուրեմն եւ այդ օպերացիայով, որի խնդիրը մեկն էր, ուրեմն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից գործադիր իշխանություն ստեղծելուց հետո իշխանությունից հեռացնել։ Սա է գլխավոր խնդիրը, որը դրված էր Մոսկվայի կողմից, դրա համար
ռուսական խոսքը կազմակերպեց Կարմիր գվարդիական գրող, ուրեմն ներսից եւ դրսից, ներսից Սամվել Կարապետյանով, որը տեղավորվել էր որպես տրոյական ձի, ուղարկվել էր Հայաստան, դրսից ռուսական քարոզչությամբ եւ դավադրություններով եւ նաեւ Կարմիր բանակային հայկական այդ զորամասեր տեղափոխելով ընտրելու համար, զորամասեր էին, գալիս էին տեսակ։ Հիմա ուրեմն այդ հարցը չլուծվեց այնպես ինչպես պիտի լուծվել Մոսկվայի համար։ Բոլոր դեպքերում ԿՊ-ն կարողացավ ունենալ 40-50-ին մոտիկ տոկոս, հիշում եք, որ ասում է, բա որ 50%, 49-ին ինչ է կանելու, այս հարցը, որտեղ այս հայկական կողմը այս մասով լավ չմտածեց եւ լավ չկազմակերպեց, ուղղակի սահմանադրությունը հնարավորություն տվեց իր խութերով ապահովել այն վիճակը, որը հաղթանակ ապահովեց գործադիր իշխանության եւ կոնկրետ Փաշինյանին իր համախոհներով ապահովեց, որի համար ես շնորհավորում եմ եւ շնորհավորել եմ կասեմ ինչի համար։ Հիմա այս կատարվեց, այսինքն այդ գրողը, որ կազմակերպվեց Վլադիվոստոկից Կալինինգրադ, Կրեմլից մինչև Ստավրոպոլ եւ այլն, արդյունք չունեցավ մաքսիմում իմաստով։ Եվ ահա Սամվել Կարապետյանի առջև մնում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը։ Դուք հիշեք այն լուտանքը, որ այս արմյաշկեկը ստոր, անասուն, աշխարհում մեկ թափում էին դեպի Հայաստան, ուղղորդում էին, հիշում եք։ Իսկ ինչու Սամվել Կարապետյանի վրա, ինչի՞ չկասում Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես ասա, ինչպես Ինչու Սամվել Կարապետյանի վրա մնաց այդ ծանր բեռը։ Ասեմ, ռեզիդենտը ինքն է, նա երկրորդական մաշված տեսակ է, տեսքով էլ է մաշվել, Քոչարյանը մաշվել է, չեք տեսնում, ինքը մաշվել է, Մոսկվան արդեն իր վրա ինքը Մոսկվան էսպես արեց, երկու խումբ առաջացրեց, մեկը մոսկովյան հատվածը ռսաստրուգների եւ մյուսը հայաստանյան, որը արդեն քանի տարի է պատերազմ է մեղում կգռելու համար չի կարողանում կռի եւ այլն։ Հիմա այս որակը փոխվեց։ Տեսեք, մի հատ պատմական զուգահեռ անցկացնեմ։ 1945 թվականից հետո Իտալիայի ուրեմն խորհրդարանում Պալմիրո Տոլյատեի նույնը նաև Ֆրանսիայում Մորիս Թորեզի գլխավորությամբ կոմունիստական ֆրակցիաներ առաջացրեց Մոսկվան։ Հայաստանում չէր կարող, ուղիղ չէր կարողանում, այս անգամ ուրեմն ռեզիդենտը ուղիղ Մոսկվայից է, քաղաքական ռեզիդենտը, ու գործողվեց արեց, բայց ինչ արեց, չկարողացավ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Եվ Փաշինյանին կպցրեցին էլ արևմտան հետ, էլ Եվրո միություն գնալ, էլ ՆԱՏՕ, ինչ ասես, բոլորը երուրանք է, որովհետև ես կարող եմ իր փոխարեն իմ մոտեցումով ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի մտածողությունը Հայաստանակենտրոն է, ինչպես իմը, Հայաստանակենտրոն է, եւ ով որ Հայաստանակենտրոն մտածողություն ունի, նա է բալանսի քաղաքականություն վարում, ոչ թե Եվրոպա, այս ինչ-որ ծայրահեղությունն են, որտեղ եթե Եվրոպա մեծություն է լինում, Մոսկվային հեշտ է լինում խփելը, դրա համար են գիշեր-ցերեկ Եվրոպայով ապրում են, իրենց երեխեքին Լոնդոնում պահում, վայրը հաճում Մոսկվայի Եվրոպայի դեմ, Մոսկվայի մասին։ Հիմա այս հաջողվեց, սա, բայց մեկը, այսինքն մաքսիմում ծրագիրը չիրականացավ, չկարողացան հեռացնել եւ գործադիր իշխանությունը Հայաստանում մնաց պետության ձեռքին, պետականամետ ուժերի ձեռքին կարող եմ ասել, իսկ այն մնացածը, բայց կարողացան որոշակի հաջողությունն կառուցվածքի մեջ փոփոխություն մտցնել։ Թե չէ Քոչարյան այդ հեչ։ Այս հիմա դրա համար իր արժեվ խնդիրը մնում է կոնսոլիդացնել, ինչ անել, հիշում եք, անցած քանի տարի է մենք ասում ենք Հայաստանը պահել անկայուն վիճակի մեջ, էս է, ցույցեր, գործադուլներ, ճանապարհ փակել, բառաչել, բամբասանք տարածել եւ այլն, մանավանդ տոկոսի երբ բարձրացավ, սրանց հիմա վայրահաչողների այս բանը Մոսկվայից, արմյաշկեկը ստացան ռեսուրս, բայց դժգոհ են, որտեղ գլխավոր խնդիր չլուծվել, հա, այս կատարվեց, ինչ որ կատարվեց եւ հայությունը սա պիտի գիտակցի, ինքը պետականության կորստի խնդրի առաջ կանգնեց հայ օլիգարխիայի, որը ռուսական է, այդ օլիգարխիա, որ ասում են
Սա այնքան հայ է, ինչքան որ է Ռուբեն Թաթարստանցին։ Սրանք այդ կապ չունի, որ հայ են, բայց իրենց խնդիրը Մոսկվայից է գալիս։ Այս հարցերը այսպես տրվեցին, բայց մեզ ինչ հաջողվեց պահել իշխանությունը գործադիրի ձեռքով եւ հիմա քրեական գործեր եւ այսպիսի բաներ են։ Այնպես որ մենք, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք, բայց հիշեք, սա ուրեմն դրականն է, որ կարողացավ հայությունը Փաշինյանին պահել, անձը դնենք, չնայած է կարևոր, բայց գործադիր իշխանությունը մնաց, հայկական մնաց, ռուսականի դավադրությունով, բանով ամեն ինչով։ Հիմա երկրորդ մասը ինչ, որ չհաջողվեց պարլամենտարիզմ առաջացնել եւ դեմոկրատիայի հիմքերը ամրապնդել, ինչու, եթե հիշում եք խորհրդարանական հանրապետությունը, նա բազմագուսակցական ֆունկցիոնալ բազմազանություն պետք է ունենա, չեղավ, նորից վերագրգռվեց երկու բևերը եւ տարօրինակն ինչ է, որ այնքան է տարօրինակ, չասեմ, հեղափոխության աջակից ուժերը այնտեղ ինչ-որ մանգահասակ շարժումների, բաների պարագայում անհասկանալի ուժերի նույնիսկ այդ տոկոսը չստացան, որոնք նաև ստացել են ժամանակին։ Հիմա ինչ կատարվեց, ես սա կոնկրետ կարող եմ ասել, ինչու ասենք 3 գոնե կուսակցություններ, մենք էլ քրիստոնյա ժողովրդավարությունը մարդիկ հիմա հետաքրքրում ինչու չանցակ, կամ գոնե տոկոսներն ինչու է Փաշինյան ավարտենք այս հարցը, որ ասենք նոր Սամվել Կարապետյանի վրա է դրվում հիմա գլխավոր ասեցի, գլխավոր ռեզիդենտ ինքը։ Այդ համախմբումը ինչպես է ստացվել։ Ինքը ոչ մի բան չի ստացվելու, մենք հաղթել ենք։ Ես դրա համար ասեցի, մենք հաղթել ենք պահելով գործադիր իշխանությունը։ Ես ցես որպեսզի ասեմ, ինքը ոչ կոնսոլիդացիա կարող է անել, բայց դե բարձ է որ Ռուսաստանի դեսպանատունը իր այստեղի պրոտեժեներին պիտի հավաքի, հələ ես սպասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է Կոպիրգինին, որ վերադարձել է, կաթողիկոսը գնացել են, այս մոբիլիզացիան պիտի նշանը տվեց։ Այստեղ կարևոր է այն չի, որ նա կարող է թե չէ, չի կարող, բայց որ իր ապակայունացման հստակ կուրսի մեջ տրեցին, բայց սա ենթադրենք տանելի կլիներ ներելի ինչ-որ շրջանի համար, բայց դե մենք ուրիշ հարց ունենք, թրիփն է բանը, այդ ամերիկյան տեխնոլոգիական հոսքը խանգարելու մասին է խոսքը, որ մողոլ թաթարական չարությամբ այդպիսի բան կար, քրեական օլիգարխիան խոսում էր դրա դեմ ընտրությունների ամբողջ ընթացքում, վիժեցնել ամերիկյան ներդրումային տեխնոլոգիական, ոչ թե փողի մասին է խոսք, այլ Հայաստանի զարգացումը ինչ-որ Մոսկվայում մահացու է հաշվվում, զարգանալ։ Հիմա այս խնդիրներն են եւ այս շարունակել այս բաները, լուր է նաեւ կաթողիկոսը, այսինքն իշխանության մենակ այստեղ մի բացատրում ինչու է լուր է, դե գլխին կերել է, բացահայտվել է, բոլորը հասկացել են եղբայրներով եւ այստեղ ովքեր են եկեղեցու անվան տակ ինչ գործ անում, բարձ է ռուսական ուժերն են, չէ, հիմա մի վտանգ կա, որ սա եթե ակտիվանա, եթե այս Սամվելն էլ մի քիչ ակտիվանա, Հայաստանում իշխանության 3 կենտրոններ կարող են առաջանալ, երկուսը թույլ անպետ, բայց ուրիշի եւ Հայաստանում այն իշխանությունը, որ ուրեմն տվյալ դեպքում վարչապետն է եւ այլն։ Եթե չեն համախմբվում այդ ակտիվացումը ինչպես է լինում, սեփական միայն իրենց ուժերով նրանք կարող են այդ ակտիվությունը։ Շատ բարձ է, ես դրա համար ինձ համար հասկանալի է առայժմ որ վարչապետ դիրքորոշում է, բոլորը պիտի գլխատվեն քաղաքական իմաստով եւ բանդեր պիտի գնան։ Սրանք պետության տապալման համար են եկել եւ պետությունը պիտի տապալեն, դրա համար է տեսակ ոնց էին ճողոբրում, հավանաբար ես կարող եմ ասել, չէ 3-ն էլ փախնելու փորձ արեցին։ Են մի նախագահ է, են մի օլիգարխ է, են մի ուրեմն օլիգարխի տեղապահ, չէ փախնելու, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ուժերը տեղեկություն ունեին, որ սրանք ճողոբրում են, որովհետև հանցանք են գործել իշխանափոխություն անելու համար այս ընտրության գործընթացի մեջ, հասկանալով, որ չի ստացվել,
պիտի ճողոբրեին, մեկը լարս, մեկը չգիտեմ ուր եւ այլն։ Այսինքն ինչ որ բան հաջողվել, ինչ որ բան չի հաջողվել, բայց որովհետեւ դա չստացվի, պիտի բոլորին քրեական պատասխանատվություն ենթարկել Քոչարյանի բարագայով մի հոդված ավելացնել է պետք, ասեմ ինչու։ Նա բացահայտորեն հայտարարեց Պուտինյան տեսակետը, Ալիևի տեսակետը, որ պատերազմը սկսել է Հայաստանը եւ մեղավորը Հայաստանն է։ Սա պետական դավաճանություն է, շատ ավելին է, քան իր կողոպուտն ու մարդասպանությունն է։ Փողի լվացում, բան դրանք մանր խուլիգանություն է։ Պետական դավաճանությունը, երբ որ մարդը կանգնում է ունենալով բանակ, ունենալով այսքան զոհեր, ունենալով հայրենիքի այսպիսի կորուստ, Արցախի տարածք, զենք եւ այլն, եւ գերիներ, ես այն 8-ը նկատի չունեմ, նրանք ռուսական գերիներ են, այդ կապ չունեն մեզ հետ։ Մնացած գերիներ Բաքվում եւ այլն, եւ մարդը բացահայտ հայտարարում էր Հայաստանը, ուրեմն բան է, այսինքն Հայաստանն է սկսել պատերազմը։ Հոդվածը պիտի ավելացնել եւ սրանց պիտի պատժել օրենքի ողջ խստությամբ առանց իջումների։ Եթե չէ կլինի կոնսոլիդացիա, որովհետեւ այդ գրողը որ արեցին, սրանց ողջևորել է, կարող է հաջորդ անգամ ենթադրենք հաջողել։ Եվ նաեւ Սամվելի հարցը պիտի լուծեն։ Ով են ռեզիդենտը չէ, ինձ թվում է ենթադրում եմ իհարկե, որ դա FSB-ի մայոր է, կամ սերժանտ է։ Սերժանտ ավելի, բայց նա գործ է անում, ու ռեզիդենտ ինքն է, վստահաբար։ Սամվել Կարապետյանն այ մի հայտարարություն արեց, որ իրեն բարձր մակարդակով առաջարկել են միջև ձերբակալությունը գնալ փողզիչումների, այսպես ասած հրաժարվել եկեղեցու համար պայքարից եւ դրա դիմաց կստանար հետը, կստանար այն ամենը, ինչի համար չեմ հավատում ես իրենց։ Ես ոչ մի ռուսական տեսակետի եւ ռուսական քաղաքական ազդեցության կամ ոչ ազդեցության ագենտուրայի չեմ հավատում։ Այդ դեպքում ինչու են արվում այս հայտարարությունները։ Դե խոսում է, դե խառնում են, էլի, ասենք մի բան ասում են, որովհետեւ նայած ինչ նպատակով, ինչ կոնտեքստում է ասում, շեղում է, խառնում է եւ այլն, հայրենիքից է խոսում, պետությունից խոսում, ինչ որ բաներ խոսում։ Ու դա ճիշտ չի։ Դրանք եկել են այդ գործն անեն, բայց տապալված են։ Մոսկվան սրանց պատժելու է։ Ես ասել եմ, կրկնում եմ։ Քոչարյան եւ այն սրանք մի օր Մոսկվան կբաժի, մենք չենք էլ հասկանա ինչպես կվերցնի կհանձնի սրանց էլ երևի Պակիստան, նրանց հանձնեց Բաքու։ Ամեն դեպքում ընդդիմադիր կողմը արդյունքների հետ, ընտրությունների արդյունքների հետ համամիտ չէ։ Համամիտ չեն, ինչին համամիտ չեն։ Այսինքն գողերը գողոպուտի այսինքն այդ ինչ որ անում են իրենք էին անում 30 տարի, բայց հարցը դա չի, կամ գլխավոր հարցին Հայաստանի Հանրապետությունում Մոսկվայում պետք է ապակայունություն իրենք սապտի անեն, չթողեն աշխատել, քաշքշեն։ Այս հրաման է։ Ամեն դեպքում կհետևենք այս իրավիճակին, պարոն Շիրինյան, եթե ակտիվ Հայաստանի իրավապահ համակարգը լավ կաշխատի, վստահաբար սրանք շատ արագ երեխեքը մի բառ ունեն, կթսկեն, կվերջանա։ Հիմա անդրադառնանք ինչ տեղ ունեցավ ընտրությունների ընթացքում եւ փոքր կուսակցությունների հետ կապված հատկապես։ Փոքրի հետ համաձայն չեմ, բայց մեզ ինչու չհաջողվեց, որովհետեւ մենք նպատակ չենք ունեցել, ես ասել եմ խոշոր այդ զանգվածային կուսակցությունները։ Տեսեք ինչ կատարվեց։ Այն հիշում եք 5-ի բանի այդ մեծ բանավեճը ամսի 4-ի որ կարող եմ ասել իմ բարակայով նորմալ եղել էլի, բայց ինչ կատարվեց հաջորդ օրը, ժողովուրդը նորից զգալով, որ սրանց գրոհը մեծ է, եւ միտինգը այն որ ԿՊ-ն կազմակերպեց վարչապետը եւ բացատրեց եւ նրանք ովքեր որ մեզ ձայն պիտի տային ուղղակի գնացին այնտեղ որտեղ պետք է ձայն ինձ ուղիղ ասել են ին մամակիրներ ես լուսանկարներ ունեմ ձեզ ցույց կտամ ուղղակի չարժի որ մարդիկ լացում են մի կին ասում է ձեզ ձայն պիտի տանք բայց ասում է հերեշները վերադառնում են նկատի ունեք չփոշիանալու համար չէ ժողովուրդը ինքնաբար նայեցեք Սուլտան Համիդի ժամանակներից վստահաբար դուք ձեր կենսափորձով նաև շատ լավ գիտեք հայության համար ուրեմն անվտանգությունը անձնական եւ պետական տվյալ բարական առաջի պլան է երբ ամեն ժողովրդի համար առաջի պլան մեզ մոտ շատ սրված է այդ վիճակը տեսնելով ուրեմն ուղղակի բոլորը համախմբվեցին վարչապետին պաշտպանելու ուրեմն տեսակետի մեջ չէ բայց վարչապետից դժգոհներ էլ կային չէ նույնիսկ նրանք այդ տոկոսը ենթադրյալ չապահովեցին եւ պատական չի որ մենք ենք
քրիստոնյա ժողովրդավարություն, հանուր հանրապետության, հանրապետություն կուսակցությունները 2%-ի մոտ են գումարային, են որ ասում են փոշիացնում եք, բան փոշիացում չի եղել։ Սա նշանակում է, որ ամեն դեպքում ձայնը չեն տվել, Չէ, գնաց որ ես դեմ չեմ եղել, ասեմ ձեզ հիմա։ Ես կարող եմ ասել այդ ամսի 4-ի, եթե դուք հիշեք ամեն մեկս որ դուք հիշեք, խոսք էինք ասում եւ այլն, ես վերջին բառին ավարտվեց, որ ասի չասեցի ուրեմն ձայն կտակ 12 համարին, ասեցի չեք թողնի ռուսական սեգմենտին, հիշեք, միակ մարդն եմ եղել, ասել եմ չեք թողնի, գլխավոր խնդիրը սա է, այսինքն ուրեմն բարձ է, չէ, ես պետք է ասեի 12-ին բնական։ Անդիմադիրներն ասում են ոչ թե դուք այդ քարոզչությունը արել որպես ռուսամետ, այլ անընդհատ վախի մթնոլորտ եք ստեղծել իրենց անունները շահարկելով այդ ռուսամետ, պատերազմ բերող եռագլուխ կուսակցություններ։ Ես եռագլուխ եւ ան ոչ մի անգամ այդ բառը չեմ օգտագործել, պատերազմ ասել ընդհանրապես չեմ խոսել, ես դուք գիտեք, որ դուք հաստատ գիտեք, որ ես ռուսական կողմնորոշման վտանգ եմ եւ ոչ թե այն իմաստով ռուսներին ատում եմ, սիրում եմ, չէ։ Ես ոչ մեկին չեմ սիրում, ես սիրում եմ Հայաստան եւ հաջորդին ու վերջ։ Այսինքն դա էլ երկրորդական, ես սիրուց երբեք չեմ խոսել, չեմ էլ սիրում, բայց քաղաքական վտանգը, ռուսական վտանգը իմ խնդիրն է եղել ցույց տալը։ Այստեղ երկրորդ մասը կա։ Հիմա նայեցեք, երկրորդ գործոնն աշխատեց։ Դուք կհիշեք վստահաբար տարի ու կես կլներ մոտավորապես երբ բանի այդ ուրեմն Եվրասիական խորհրդի անվտանգության խորհրդի նիստում Նարիշկինը, այսինքն ՖՍԲ-ի շեֆը, չէ, Հայաստանում հայտարարեց 4 մարդու անուն, որոնք այսինքն իրենց հասկացածով հակառուսական են, բայց դա հակառուսականություն չի, Հայաստանի պետության շահն են պաշտպանել։ Չասեց, չէ, Շիրինյան Լևոն կուսակցությունով Արամ Սարգսյան, ուրեմն հանրապետություն Արման Բաբաջանյան եւ Խզմալյան, ճիշտ է։ Այստեղ Խզմալյանը հիմա ակտիվ չէ, երեքը նույնն էր։ Եվ երկու գործոնը իրենց տեղը խաղացել են դրա համար, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ ամբողջ ուժով պաշտպանեցին պետականությունը, որին ես դեմ չեղա, ես էլ ինքս վիճակի մեջ եմ, մեզ համար պետության կորուստն է կարևոր, ոչ թե այն մնացածը, մնացածը իհարկե կարևոր է, բայց թե այս վիճակի մեջ այդպես է, նաև այդ ընտրողը տեղափոխվեց այստեղ եւ դա նշանակում է մեր ժողովրդի մեջ կա գիտագեցմի հատված, որը ինքնուրույն որոշումներ է կայացնում, չի ընթանում մանիպուլացիաների եւ իր շահերը հասկանում է գիտակից հատվածը ընտրեց քաղաքացիական պայմանագրին այն հատվածը որ մենք իմ ենթադրյալ էլեկտորատն է այսինքն ծրագրի համագրանք եւ այլն առումով նրանք ես շատ եմ խոսել փաստեր ունեմ հեռախոսի մեջ դրանք ընտրել են Նիկոլ Փաշինյանին մնացածները թե Նիկոլ Փաշինյանն են ընտրել թե քաղաքացիական պայմանագրին դժվարանում եմ ասել, բայց թե դրանք իրարից բաժանել չի, բայց մեր պարագայում Նիկոլ Փաշինյանն են, որտեղ ասենք տեղափոխվել են ուրիշ տեղ, ոչ այլապես իրենք համագիր այլ կուսակցություններ ունեին, նրանք չեք կարող ունենալ մի համագիր կուսակցություն, մյուսի կողք գնալ։ Նիկոլ Փաշինյանը եւ ըստ էության ազգային անվտանգության տեսակետից ճիշտ կատարվեց դուժեցինք թե չէ, մենք չդուժեցինք, մենք որտեղ մենք մեր գործը կանենք, այդ իմաստով ես ասում եմ, մենք չենք պարտվել, բարձրապես չենք հաղթել այս վիճակում, բայց ուրիշ բան կա, որ Հայաստանը չունեցավ պարլամենտարիզմ, հիշեք, չունեցավ, այո, խոսում էինք ձեզ հետ ինչքան փորձեցինք բացատրել, չունեցանք դեմոկրատիայի հիմքի զարգացում, որովհետև ժողովրդավարության զարգացումը խորհրդարանական հանրապետությունում ենթադրում է խորհրդական կյանք եւ այլն, այդ չունեցանք եւ ռուսական սեգմենտի մեջ եղավ կառուցվածքային վտանգավոր փոփոխություն, սա այս երկրորդը Սամվելի այս խումբը դա շատ ագրեսիվ է, դա շատ ավելի փողով է, ավելի դա շատ բան է, կրթված է հավանաբար, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում սրանք ունեն նաև միջազգային գավեր, սրանք են գավառականները չեն ինչ-որ 5 տարի կյանքներս կերան,
Դրա համար իշխանությունները պետք է հստակ աշխատեն եւ պաշտպանեն մեր պետական եւ ազգային շահերը։ Մենք էլ հասկանալով բոլորս պետք է իշխանության շուրջ համախմբենք, այնպես ինչպես որ նորմալ երկրներում կլինի։ Հիմա իրենք ինչ կասեն, ինչ չեն ասի, ինչ մանիպուլյացիաներ կանեն, կներեք, ես թքած ունեմ, թե ինչ կասեն։ Եթե ես տեսնում եք, որ չէ 5 տարին ենք շփում ենք, անում եմ այն ինչ պետք է եւ իմ հեռախոսը եւ իմ հնարավորությունները պատրաստ են երկրի կայունությունն ապահովելու համար, որտեղ մենք արշալույսի մոտ ենք։ Մեր դիմաց արշալույս է։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի Պարուշինյան, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, փաստորեն ընտրությունները կարողացան հաղթահարել, ընտրակաշառքներ, այդ նույնիսկ ծեծի դեպքեր են եղել, ամեն ինչ այդ համացանցապար։ Եղել դե ռուսները դա գիտեն կազմակերպել։ Ես ասեցի 45 թվեր Ֆրանսիա եւ բան։ Երկու պետություն հազիվ սովետական հեղաշրջումից խուսափեցին։ Այլապես մի բան ասեմ, հիմա իտալահայերը կհասկանան ինձ էլի։ Անհասկանալի է Իտալիայի պարլամենտի թվի քանակը 450-600 մարդ է, ինչի համար է դա, որտեղ ԿԿՊ-ն մտել էր, դրանք շատացրին, ասում են, ու հնարավոր չի 500 հոգու ունել
այսպես բան անել, ռեզիդենտ դարձնել, էլի։ Դրանով Իտալիան, թե չէ Իտալիայի պարլամենտը արտաքնապես անիմաստ չաթություն ունի, իմաստը ինչն է։ Նույնը Ֆրանսիայում էր, գեներալ դը Գոլը կարողացավ իր եղանակության փրկել։ Այսինքն մենք սրանք պետք է հասկանանք, բայց սրանցից հետո առաջի դեպքն է, ինչ կան, ես գիտեմ, որ Ռուսաստանը կարողացավ մոսկովյան սեգմենտ ստեղծել Հայաստանի ազգային ժողովում, սա մեր պարտությունն է։ Այ հիմա դրա մասին եմ ուզում խոսել, եւ սա շատ վտանգավոր է դրա համար։ Օրենքը պետք է աշխատի։ Հիմա դրա համար նախ ներքին պայմանները օրենքը ինչպես աշխատի, մեր երկրի պարագայի համար եմ ասում, եւ կարեւոր արտաքին ֆոնն է, որի մասին ուզում եմ ասեմ, եւ նաեւ ուրիշ նկատառում ունեմ։ Ներքին իմաստով պարզել ժողովրդի իսկական մեծամասնությունը կանգնեց իշխանության պաշտպանության դիրքերի վրա։ Ես չեմ կասկածում, որ բոլոր նորմալ քաղաքական կառույցները կկանգնեն պետության եւ պետության պաշտպանության տեսակետի վրա, որտեղ սա անդրություններն անցան են, մանր-մունր իրար հետ դրանք էջ։ Գուցե ինչ-որ նախաձեռնություններ կնեն, բայց հիմա այս երկրորդ մասը, այն էլեկտորատը նա կաշառավ վերցնող է, նա չի գնա նրանց հետևից, նա փող է վերցրել գործարք է, մարքեթինգ է, մի մասով իհարկե քրեական օլիգարխիան իր հավատարիմ շներն ունի եւ նրանք կանեն, բայց դա մեծ բան չի, դրա համար իրենց տագնապը, այսինքն թափը կոտրվեց, հիմա ներքինի մասին է խոսքը ուշադիր պիտի հետևել, որ բարագլուխները պիտի ձերբակալվեն միանշանակ է եւ երևի թե ինձ թվում է այս անգամ վարչապետը վճռական էր այդ պետք է լինի հիմա միջազգային ֆոնն է կարևոր տեսեք ինչ է կատարվում ի ուրախություն մեզ երեք Իրան Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների նախագահները ստորագրել են այդ գործընթաց առաջ տանելու ուրեմն փաստաթուղթ դուք դա ես շատ եմ ասել սա ստեղծում է Հայաստանի Հանրապետության համար որպես անկախ զարգացող պետության դրական չափազանց դրական միջավայր կարծում եմ որ հնարավոր չի Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարգավորվեն եւ Հայաստանի համար վատ լինի հակառակը հատկապես թրիփը այո հատկապես թրիփը այո հենց թրիփը եւ Թրամփի այդ ուղին որ այդ միջաց բան, ինչ ասում է վայրահաճ է, դա դատարկ բան է, ինչի մասին ես անցած տարի մի քանի օր Թեհրանում էի կրկնում, որ ճիշտ կլինի, որ դուք իրար այդ լեզու գտնեք, հարցը կգնա, այս հարցը ապահովված է, ոնց է լինի, լավ վատ ապահովված է, սա նշանակում է, ասեմ ձեզ, այն արևելք արևմուտք, Թրամփի ուղին որ կա, թրիփից դուրս է, չէ՞ սա, գործարկվում է, ավելանում է հարավ-հյուսիսը, Չաբահարը, որ ասում է Հայաստանը ունենում է օվկիանոսային նավահանգիստ Չաբահարում, 100%-անոց է, գործը սրան կգնա, այսինքն այս իմաստով հարցը փակված է, որպես նախագիծ, որպես մտահղացում, որպես իրականություն եւ ես մեր ժողովրդին պիտի ասեմ, որ այո, ինչպես որ այն ելույթի ժամանակ ասեցի, դոգորվեք լավատեսությամբ, որպեսի պայքարեք այս բոլորը անելու համար իշխանությաններ մաքրվիր եւ ծրագրերը ավելի հստակ ներկայացրու հետեւողական արա այս բոլորը անելու համար նաեւ ներքին այս ակադեմիական այդ համալսարանական միջավայրից պիտի բաց թողել բոլոր խոչընդոտները գիտության արժե որ խոչընդոտվում են այդպես չի որ ամեն ինչ լավ է այստեղ խոչընդոտները շատ են եւ դա պիտի ջարդվի ուղղակի գիտության պետական կոմիտեն էլ պետք է իսկական տեր կանգնի գիտական հետազոտություններ հայրենի տեղական հիմա ես կարծում եմ սա կլինի հիմա համենայնիվ մենք միասին այդ բաների մասին կխոսենք երկրորդ մասը կա որ վերջին հաշվով Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ դեռևս ես չեմ հիշում անձնական համագրանք արտահայտեն Հայաստանի մասին խոսք չկա, մեր փոքր լինելու մասին է խոսքը, ոչ թե վատ լավ, որտեղ է եղել, որ Թրամփը անձնական համագրանք է արտահայտել որևէ քաղաքական գործի։ Այս դրա համար սա գերեզմանակար է ռուսական սեգմենտի վրա, քաղաքական, միանշանակ է։ Հիմա ինչ է պետք մեզ, այսա կարևոր է, այսինքն ֆոնը դրական է, ուղղակի պիտի այս մի քանի ամիսը հաջողակ անցնենք,
ասեմ Իրանի ազգային ժողով եւ մինչեւ դեկտեմբեր ենթադրենք ասենք էլի հիմա ժամանակը ճշգրիտ ոչ մեկը չի կարող ասել այս դրական ֆոնի վրա նայեցեք ինչ է ավելանում Ռուսաստանի հաջողություններ չագերտավոր երբ Միացյալ Նահանգները զբաղված էր Իրանի հետ կոնֆլիկտով եւ նրա ուշադրությունից Ռուսաստանը մի քիչ դուրս էր մնացել ռեսուրսի եւ հիմա այդ համաժողովը 7-ի 3 ապացուցեց որ վերադառնում են Ռուսաստանի ուրեմն չափավորմանը հետեւապես ռուսական վտանգը նորից հեռանում է մեզնից ռուսական վտանգը մնում է հայ օլիգարխիան ռուսական վտանգը Հայաստանի համար հայ օլիգարխիան է քրեական, հակապետական, գործակալային եւ այլն, այս սեգմենտը պետք է ոչնչացվի, գոնե մեկուսացվի, դուրս տրվի եւ այլն։ Նորից իր վրա վերցրեց ամերիկացիներն արդեն հայտարարություններ եղել են 7-ն էլ համաձայն են, որ Ռուսաստանի բարակայը պետք է սեղմեն Ուկրաինայի զենքի արտադրություններ դուք գիտեք, լսած կլինեք, որ որակապես լավացել է եւ ապրի, ինչ ասեմ, ուկրաինական ժողովուրդը, որ այսօր ռուսական ռաշիզմից զերծ է պահում աշխարհին։ Հիմա այնտեղ ուրիշ բան էլ կա, դուք գիտեք նրանց հեռահարություն բան է թե Եվրոմիությունը ընդունել է ստրատեգիական նշանակության որոշում ոչնչացնել Ռուսաստանի ռազմական մեքենայի տնտեսական հիմքերը, այսինքն սրա ատամները քաշում են շպրտեն, բարձ է տնտեսական հիմքերը, այսինքն շատ ավելին է, դրա համար նրա հնարավորությունները սահմանափակվում են օրի, մնում է, ոնց ասեմ, այս ռսահայության եղբայր ինչ եք ուզում մեզնից, Սա ինչ եք ուզում, իսկ այս ոճրագործները պիտի պատժվեն, որտեղ սա գործակալական հիմա ահա դրան եմ, ահա հիմա խնդիրն ինչ է, դուք գիտեք, որ կառավարությունը ես երեք եմ ինչ-որ ընկերոջ հետ խոսել, հազար մի ջանքեր է թափում, որպեսզի այդ տնտեսական վնասը չլինի, բոլորս պիտի մենք պետական շահի եւ մեր երկրի անվտանգության հարցը հասկանանք, դուժողները, կառավարությունները նաեւ երևի թե փոխհատուցումներ անի, բայց ես հատուկ ուզում եմ անում են, ոչ թե անել, Եվրոմիությունն է տեսնում եք, այսինքն Պուտինն են ձև արեց, որ մեզ ուղղակի քշում է դեպի Եվրոպա, եւ Եվրոպան գրկապած ինչ որտեղ ընդունում է տնտեսական եւ այլն, որպես օժանդակի, այսինքն օգնում են, չէ՞։ Հիմա այս պարագայի մեջ ես ուզում եմ աշխարհի հայությանը դիմեմ բոլոր լոբիստական կառույցներին, նույնիսկ դաշնակցության լոբիստական կառույցներին աշխատեք հայ աշխատավորի ռենչպեր ախպերի ապրանքը ռեալիզացնեք, օգնեք, կարող եք, ուրեմն եվրոպական տարածքում, միջինարևելյան տարածքում, ավստրալիական հատվածում եւ այլն։ Ուրեմն սա որվա խնդիր է դառնում հայության համախմբումը Սփյուռքահայություն Հայաստանի պետականության շուրջ եւ հայկական ապրանքի սպառման կազմակերպումը, սա ստրատեգիական խնդիր է մեզ համար, այս հարցերը եթե լուծվում են եւ ես դա հատուկ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձեզ է դիմում, ուզում եք սիրեք, ուզում եք մի սիրեք, պետական դավաճանության չգնաք լոբիստական Վաշինգտոն եւ Բրյուսել աշխատեք եւ ավելի ուրեմն դա ամենահզոր ուժն է մեր երկրորդ կարող են խոչընդոտել մեր ապրանքների այսինքն ինչի եթե Հայաստանի դեսպանների դեմ ցույցեր են կազմակերպում չեն կարող այդ անել հայերի մասին է խոսքը այդ բոլորը պատմությունը ձեզ չի ների ասեմ ինչու որովհետեւ այսօր Հայաստանի պետությունը դժվարին ստրատեգիական տեղաշարժ է անում եւ շատ բան է հաջողվել մենք մեր իշխանությունը պահել ենք անկախության հիմքերը ավելի կայուն են քան 2 տարի առաջ էին բայց այդ ապրանքներ ծառայություններ եւ այլն պիտի օժանդակեք որովհետեւ ռեալիզացվի նորմալ բան եմ ասում մինչեւ կստացվի այդ բանը թե չէ իսկ ծեր սիրասուն Ռուսաստանը կործանվում է ուրեմն նույնիսկ ասեմ այս հայ այստեղի բաներ լսեցեք նույնիսկ խորտակվող նավից առնետներն են փախչում հիմա դուք առնետը չափել չգաք որ կպել եք այդ բաներին
Եվ եթե նստելու եք կամավոր գնացեք նստեք, մի սպասեք որ տանեն, տեսնում եք նստելու եք եւ պատասխան եք տալու չանեիք։ Ուզում եմ ասել, բայց ես մեկը մեր կուսակցության անունից իսկապես խնդրում եմ, կուզեք ասեմ աղաչում եմ, ապրանքների ռեալիզացիան Ռուսաստանը մնացել է միակ գործիքը, մնացածը կարծում եմ ի վիճակի չի լինելու, որտեղ ես Ուկրաինա այնպեսի հարվածներ է ստանում։ Գիտեք, բենզինի դեֆիցիտ ունեն, սկսել են ռուսները բենզին են գնում աշխարհից, պատկերացնում եք, ուրեմն ձեր դարավոր ոսոխը դժվարին եւ անելանին վիճակի մեջ եք, դուք նրա մի փերք եք հերթականանկա, որ ձեզ ուտի, ուրեմն ապրանքները պիտի ռեալիզացվեն, դուք գիտեք, մենք ունենք մրգեղեն եւ այլն, հաղորդվեց նաեւ ախրելի ձկնեղենի արտադրություն ունենք, որ ֆիրմաներ են, չէ, հիմա հարուստի են, աղքատի են, չգիտեմ ինչ այդ չի հարցը, դազգային հարստություն է եւ աշխատեք ռեալիզացնեք, նաեւ տեղավորեք, որ սրանք տեղավորեք էլ չվերադառնա ռուսական շուկա եւ ռուսանական աղբանոց, որը ձեր թշնամի պետությունն է։ Պաշինյան, մենք խոսում ենք գյուղացու վիճակի մասին արտահանող, բոլորին։ Բայց եկեք նաեւ հասկանանք, որ ընտրություններից հետո նախատեսվում է նաեւ նոր թանկացումներ մեր այստեղ ապրող բնակչության հետ կապված։ Դե ասեցի կառավարությունը։ Բավականին բարդ եւ ծանր վիճակ է։ Կառավարությանն էլ ինչ եմ ուզում ասեմ։ Տեսեք, ժողովուրդն ասում են ընտրությունների ժամանակ իրենք էլ ջանք չեն խնայել, գումարներ են ծախսել, են ստացել են, ինչ են արել, դա ժամանակավոր ալիք այո, կարող է լինել, կառավարությունը թող այսպես մի ծառայություն ստեղծի ժողովրդին հանգիստ բացատրի վիճակը, ոչ թե ինչ-որ առանձին բրիֆինգ է, այդ առաջի կանալը թող կարգին աշխատել, ինչ-որ մի հատված ժամ դնել, այն ճաշեր, մաշեր, որ հոտն անգամ տներ են լցնում, գիշերցելեք ճաշ են եփում այդ խայտարակություն հեռուստա առաջինով, հանգիստ բացատրեք վիճակը այսպիսին է եւ կառավարությունը եւ կաբինետային միջավայրից պետք է դուրս գանք եւ ժողովրդի հետ անմիջապես դե արդեն գուցե այդպես ես նկատի ունեմ, գիտեք հեռուստաընկերությունները ախրելի ուժ ունեն, համացանցը ավելի ուժեղ է, ես համոզվեցի, որ ընդրաշավում այս համացանցի հստակ մի 10 հոգի անգամ թթուխոսքին չեն ասել, 4 հոգի եղել, որ թթուխոսք են ասել, փակագծում ասեմ, այդքան քայլելուց։ Ուզում եմ ասել, բայց պետությունը, իշխանությունը օբյեկտիվ ինֆորմացիա տա, բայց նաև ինչ որ խոստացել են պիտի անեն, ում են խոստումները դրանք ջախջախելն է, այո, մաֆիա չի լինի, տեսեք հնարավոր չի, մաֆիան հովանավորվել է դրսից, այսինքն Դե վարչապետը չի կարող ասել մաս, պատկերացնում եք 4 կուսակցություններ, որոնց փոքր են ասում, չէ, եւ Ռուսաստանի գաղտնի ծառայության պետ աշխարհում եք այդ կուսակցությունների ցույց է տալիս անուն ազգանունով։ Այդ ուրեմն փոքր չեն, չէ, դա նշանակում է, որ այս բոլորը կա, իսկ մնացածները մենք պետք է բոլորս աշխատենք, մտածենք ինչպես երկրին կայունություն է պետք, անցումը հաջողվում է, հաջողակ է, ասեցի, Իրանում գործեր ինչ կան, լավ գնան, այդ իմացեք, որ Իրանը հեռանալու է Ռուսաստանից նաև։ Էլ ինչ եք ուզում, ասուս կրակ ենք ուզում չեմ։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության կոչ է անում։ Այո, հեղափոխություն շարունակվում է։ Նույնիսկ ասում է նրանց ձայները, ովքեր կեղծել են, պատրաստ է առաջնորդել հենց այդ շարժումները։ Սա ինչ է, հեղափոխական օրակարգ է, նորից կառավարությունը։ Դե այդպես հռետորական խոսակցություն է, բայց իրավական պետությունը իր հստակ մեխանիզմով հստակ պիտի աշխատի, հստակ։ Եվ սամոները պետք է ստանան, բայց նաև բացատրական աշխատանք է պետք, որ սրանք պետական եւ ազգային դավաճաններ են, որոնք եկել են Հայաստանի պետականությունը վերացնելու, չէ՞, բացատրեք, ասեք, իրենք ինչ վարչապետին ինչ ասես ասում են, մյուսներին ինչ ասես ասում են, չէ՞, վարկաբեկում են կամ մյուսներին, բայց նաև հոգատարություն պետք է լինի պետական ինստիտուտների հանդեպ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ես էլ թույլ տվեք ասեմ, ուրեմն մրգի բաժնով սննդան սփյուռքին ես խնդրում եմ աղաչում եմ, բայց հիմա տեսեք, ասեմ մյուսը։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է հանդերձավորվի, բավական է ոստիկանությունը մեր ձեռներով հանել, չեմ ասում ոստիկանությունը պետք է բռնություններ գործադրի, բայց պետք է հանդերձավորել ըստ պահանջի եւ ձևի։ Նայեցեք Ֆրանսիայում ինչպես է, նայեցեք Իսրայելում ինչպես է, եւ ցույց տվեք սա ռսս տրուգներին, թե Ռոսգվարդիան ինչպես է աշխատում Մոսկվայում։ Իհարկե մենք այդպես չպետք է լինենք, բայց դրանք պետք է պաշտպանվեն։
մեր ժամանակը Այո, խնդրեմ, ավարտվեց, կարծում եմ խնդրեմ, հնարավորություն այո, ունենանք այդքան։ նորից հանդիպելու, որտեղ այս Այո։ թեմաները դեռ տաք են եւ պետք է Դե խոսել նոր է հանրության հետ, սկսվում։ նոր է սկսվում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։